Արամ կաթողիկոսը նախորդին հորդորել է հեռու մնալ եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից։ Վեհափառ Հայրապետին միայն տեղեկացնեմ, որ այսօր եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը վաղուց դուրս է եկել պետություն եկեղեցի դասական հարաբերությունների շրջանակից եւ տեղափոխվել է խորը ներեկեղեցական, կանոնական եւ բարոյական ճգնաժամի հարթություն։ Երբ 10 եպիսկոպոս հրապարակավ կոչ են անում ամենայն հայոց կաթողիկոսին կամովին գնալ հանգստի, սա այլևս չի կարող ներկայացվել որպես իշխանության դավադրություն։ Սա եկեղեցու ներսում կուտակված ծանր խնդիրների բարձրաձայնումն է, եւ եթե Արամ կաթողիկոսը մտահոգ է եկեղեցու շուրջ ստեղծված կացությամբ, լավ կլինի, որ նախ լսի այդ եպիսկոպոսներին եւ ձեռնպահ մնա ստեղծված իրավիճակի վերաբերյալ հերվից վերջնական դատավճիռ արձակելու փորձերից։ Այո, պետությունն իրավունք չունի եկեղեցին օգտագործել որպես քաղաքական զենք, բայց նույն պարտավորությունն ունի նաև եկեղեցին որևէ դեպքում չդառնալ որևէ արտաքին կենտրոնի կամ ներքաղաքական կուսակցական խմբի ձեռքին գործիք։ Պառակտման մասին վեհափառի մտահոգությանը հարցով պատասխանեմ։ Ավելի պառակտիչ է ամենայն հայոց կաթողիկոսության կողքին շարունակել պահել Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, որը դեֆակտո վերածվել է դաշնակցության հոգևոր ստորաբաժանման, թե փորձել վերականգնել մեկ միասնական պատասխանատու ամենայն հայոց կաթողիկոսությունը։ Եվ վերջապես մի հարց Արամ առաջինին. ինչու 2020-ի պատերազմից հետո Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը գեթ մեկ անգամ չի այցելել Հայաստան, բայց նույն այս 6-7 տարիների ընթացքում հայրապետական այցերով գնացել է Ամերիկա, Կանադա, իսկ այժմ կարծեմ գտնվում է Կիպրոսում։ Եթե իսկապես մտահոգ է վեհափառը ազգի, եկեղեցու եւ երկրի շուրջ զարգացումներով, ապա այդ մտահոգությունն առաջին հերթին պետք է արտահայտվեր իր ներկայությամբ Հայաստանում ժողովրդի ցավն ու անհանգստությունը անձամբ կիսելով։ Եկեղեցու շուրջ կուտակված ճգնաժամը հաղթահարելու վճռական եւ հետեւողական քայլերը պառակտում չեն։ Իրական պառակտումը սկսվում է այնտեղ, որտեղ տարիներով լռում են սխալների մասին եւ չարաշահում հավատացյալ ժողովրդի վստահությունը։ Եթե ուզում ենք եկեղեցի, որը ծառայում է ոչ թե կուսակցական կամ արտաքին շահերին, այլ հավատքին, ժողովրդին եւ հայրենիքին, ապա մաքրման եւ պատասխանատվության ճանապարհը սա է՝ հավատքի, ժողովրդի եւ պետության ապաքինման այս քայլերն են։